Երթականության։ 222 kilograms. Պատվո արտաքին կլինեն Խրիստո Խրիստովա երրորդ տեղում է 222 կիլոգրամ։ Արծաթե մեդալ նվաճում է Խաս Մակոմեդ Բալաևա չեզոք դրոշիտաքանդես եկող ռուսաստանցի։ Ծանրորդը 225 կիլոգրամ նրա միակ մեդալն այսօր և առաջին տեղում 226 կիլոգրամով Գարիկ Կարապետյանն է նախ ստանա իր նախ փոքր ոսկե մեդալը 3 թիվն է պարզում, այո, բայց դա քիչ ավելի ուշ կարելի էր անել, որովհետև չեմպիոնական մեդալը հաջորդն է լինել։ Ինչևէ, մեկ անգամ էլ հետո կարող է Գարիկը ցույց տալ, խնդիր չէ։ Եվ երկամարտում, այստեղ կրկին Բալաևը իր տեղը կզիջի պատվո արտաքին Լաուրենտ Ռոդրիգեսին։ Արենե Աթոսյան կպարգևատրի Խրիստո Խրիստովա Եվրոպայարության բրոնզե մեդալակիրն է 412 կիլոգրամ երկամարտի նրա արդյունք։ Արծաթե մեդալակիր է դառնում Լուիս Լաուրենտ Ռոդրիգեսը Ռումինիայից 414 կիլոգրամ։ Եվ 415 կիլոգրամով երկամարտի Եվրոպայի չեմպիոն արդեն երրորդ անգամ իր կարիերայում և երկրորդ անգամ անընդմեջ դառնում է Գարիկ Կարապետյանը, Հայաստան։ Հայաստան վանկարկումները շատ լսելի են տրիբունաներից և Սամվել Գասպարյանին են հրավիրում շամեդալները պատվոգրերը հանձնելու համար Խրիստո Խրիստովին բրոնզե մեդալակրին Լուիս Լաուրենտ Ռոդրիգեսին արծաթե մեդալ նվաճելու համար և Եվրոպայի չեմպիոն ոսկե մեդալակիր Գարիկ Կարապետյանին։ Եվ իմ ամեր երկրպագուների ձեռքերին նորից կծածանվի եռագույնը Գարիկ Կարապետյանի պատվին հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ And the national anthem of Armenia. Ծափարություններ Գարիկ Կարապետյանին Եվրոպայի եռակի չեմպիոնին նա այսօր այնինչ հասցրեց անել փոխու վարժություն փոխհատուցեց հրում վարժությունում երազանց ելույթով ևս մեկ անգամ շնորհավորում ենք Կարապետյանին նրա մարզիչներին բոլոր երկրպագուներին և